որքանով է կաթնամթերքը նպաստում մեր հորմոնների առողջությանը։ Տեսեք, քանի որ կաթնամթերքը ինքը պարունակում է իր մեջ ճարպեր, օրինակ կաթը յոդ է պարունակում, վիտամին A, E, D, այլ կարևոր միկրոտարեր, այն շատ կարևոր է մեր հորմոնների համար, քանի որ տեսեք նաև խոլեստերինը, որը մեր բոլորի այսպես ասեմ օրգանիզմում կա այդ խոլեստերինը, ինքը շատ կարևոր կառուցողական մատերիալ է, որից առաջանում են հորմոնները։ Այդ իսկ պատճառով ճարպերը շատ կարևոր են եւ պետք է անպայման լինեն ռացիոնում։ Ինչ կասեք 30+, 40+ կանանց մասին, ովքեր բացառում են ճարպերը սննդակարգից, նիհարելու մոլուցքով տարված, սա կարող է հորմոնալ խնդիրներ առաջացնել։ Շատ լավ հարց եք տալիս, այո, իհարկե, որովհետև տեսեք, բալանսավորված պետք է լինի սննդակարգը։ Այսինքն մենք ունենք սննդային բուրգ, որի մեջ անպայման 20-ից 30% պետք է լինի կաթնամթերք։ Դա նշանակում է, տեսեք, այդ ուրեմն 30-ից 35% պետք է լինի ածխաջուր, հաց, այնտեղ ածխաջրեր, 25-ից 30% կաթնամթերքը պետք է լինի, 15-ից 20%-ը միրգ բանջարեղեն եւ ընդամենը 5%-ը քաղցրավենիք։ Այսինքն դա պարտադիր պետք է պահպանեն եւ կանանց առողջության հատկապես դեռահասության շրջանում շատ կարեւոր են ճարպերը, նաեւ կաթնամթերքը, քանի որ ինքը պարունակում է շինանյութ մեր դեռահասների աճի, զարգացման, մկանային մասսայի շատացման համար, դաշտանային ցիկլի ճիշտ կատարման համար, քանի որ պետք է որպեսզի այդ ճարպերը լինեն, որպեսզի խոլեստերինից առաջանան այդ հորմոնները։